Գոյամարտ սերիալի նկարահանումները շարունակում են մնալ հեռուստադիտողների ուշադրության կենտրոնում, սակայն այս անգամ քննարկումների պատճառը ոչ միայն սերիալի սյուժեն է, այլ նաև գլխավոր դերակատարների անձնական հարաբերությունների շուրջ տարածվող խոսակցությունները։ Վերջին օրերին համացանցում ակտիվորեն տարածվել են լուսանկարներ նկարահանման հրապարակից, որտեղ Մանե Հակոբյանն, ով սերիալում մարմնավորում է Մանյանին, ներկայացել է հարսանեկան զգեստով։ Այս կադրերը միանգամից մեծ աղմուկ բարձրացրին սոցիալական հարթակներում և տարբեր ենթադրությունների առիթ դարձան, քանի որ նկարներից մեկում նրա կողքին էր Կարեն Հովհաննիսյանը։ Շատ հեռուստադիտողներ սկսեցին մտածել, թե գուցե նախկին ամուսինների հարաբերություններում փոփոխություն կա և նրանք կրկին մտերմացել են, հատկապես այն փաստը, որ վերջին շրջանում նրանց համատեղ տեսարաններն ավելի ջերմ և բնական են թվում, ավելի է ուժեղացրել այդ ենթադրությունները։ Շատ օգտատերեր նույնիսկ նշում էին, որ լուսանկարներում նրանց հայացքներն ու պահվածքը սովորական գործընկերային հարաբերությունների չեն նմանվում։ Հարսանեկան զգեստով Մանեի լուսանկարները հատկապես մեծ հետաքրքրություն առաջացրին։ Համացանցում միանգամից սկսեցին քննարկել հեռուստասերիալի հարսանեկան տեսարանները և նաև ենթադրություններ, թե այդ կադրերը կարող են ինչ-որ կերպ կապված լինել դերասանների իրական հարաբերությունների հետ։ Սակայն ստեղծված աղմուկից հետո դերասանուհին Ինստագրամի իր էջի սթորի բաժնում կազմակերպեց հարց ու պատասխան, և հետևորդները հարց ուղղեցին հենց Մանե Հակոբյանին՝ արդյոք ինքը և Կարեն Հովհաննիսյանը կրկին միացել են։ Դերասանուհին շատ կարճ և հստակ պատասխան տվեց՝ ոչ, այս պատասխանը կարծես փակեց բոլոր այն խոսակցությունները, որոնք վերջին օրերին ակտիվորեն տարածվում էին համացանցում։ Այնուամենայնիվ, նույնիսկ այդ պատասխանից հետո քննարկումները չեն դադարում։ Շատ հեռուստադիտողներ շարունակում են նկատել, որ նախկին ամուսինների միջև պահպանվել է առանձնահատուկ ջերմություն և փոխադարձ հարգանք։ Հենց դա էլ մարդկանց ստիպում է շարունակել հավատալ, որ գուցե ժամանակի ընթացքում ամեն ինչ կփոխվի։ Հանրության հետաքրքրությունն ունի նաև իր պատճառները։ Կարեն Հովհաննիսյանն ու Մանե Հակոբյանը երկար ժամանակ համարվել են հայկական շոու-բիզնեսի ամենասիրելի զույգերից մեկը։ Նրանց համատեղ հրապարակումները, ընտանեկան լուսանկարները և փոխադարձ վերաբերմունքը մարդկանց մոտ ստեղծել էին շատ ներդաշնակ ընտանիքի պատկեր։ Այդ պատճառով էլ նրանց ամուսնալուծության մասին լուրը շատերի համար էր անսպասելի։ Ավելին, Կարեն Հովհաննիսյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ բաժանումը տեղի է ունեցել շատ սիրուն ու կոկիկ, առանց թշնամանալու։ Նա նաև ընդգծել էր, որ իրենք կարողացել են պահպանել մարդկային հարաբերությունները, նույնիսկ եթե այլևս չեն ապրում նույն տանիքի տակ։ Հենց այս հանգամանքն էլ շատերի մոտ հույս է ստեղծում, որ նրանց հարաբերություններում դեռ կա ջերմություն։ Երբ մարդիկ բաժանվում են առանց սկանդալների և շարունակում են աշխատել նույն նախագծում, բնական է, որ հանրությունը սկսում է ավելի խորությամբ հետևել նրանց յուրաքանչյուր քայլին։ Սոցիալական ցանցերում արդեն բազմաթիվ մեկնաբանություններ են հայտնվում, որտեղ մարդիկ գրում են, որ շատ կցանկանային տեսնել նրանց կրկին միասին։ Ոմանք նշում են, որ նրանք չափազանց համապատասխան զույգ են թե արտաքինով, թե էներգիայով, թե միմյանց հանդեպ վերաբերմունքով։ Մյուսներն էլ կարծում են, որ համատեղ աշխատանքը ժամանակի ընթացքում կարող է կրկին մտերմացնել նրանց։ Միևնույն ժամանակ կան նաև այնպիսի դիտորդներ, ովքեր նշում են, որ պետք չէ դերասանների խաղը խառնել իրական կյանքի հետ։ Ըստ նրանց, Կարենն ու Մանեն պարզապես բարձր պրոֆեսիոնալիզմ են ցուցաբերում և կարողանում են էկրանի վրա ստեղծել համոզիչ ու հուզական տեսարաններ անկախ անձնական հարաբերություններից։ Սակայն նույնիսկ այս կարծիքի կողմնակիցներն են ընդունում, որ նրանց միջև առկա քիմիան շատ նկատելի է։ Եվ գուցե հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր նոր լուսանկար կամ տեսանյութ միանգամից դառնում է քննարկման թեմա։ Այս պահին պաշտոնապես հաստատված է միայն մեկ բան՝ Մանե Հակոբյանը հերքել է վերամիավորման մասին լուրերը, բայց անկախ դրանից հեռուստադիտողների մեծ մասը շարունակում է համակրանքով հետևել նրանց և հույս ունենալ, որ գուցե ապագայում հարաբերությունները նոր զարգացում ստանան։ Մինչ այդ «Գոյամարտ» սերիալը շարունակում է ոչ միայն հետաքրքրել իր սյուժեով, այլ նաև հանդիսատեսին պահել մշտական քննարկումների մեջ։ Շնորհիվ Կարենի և Մանեի համատեղ ներկայության, որն ակամայից ստիպում է մարդկանց կրկին հավատալ նրանց պատմությանը։ Դե ինչ, միացեք մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք շատ հետաքրքիր նորություններ։